Վերցրել ենք տարբեր գետերից նմուշներ, տվյալ պահին անելու եմ Տաշիշ գետի թթվածնի ուսումնասիրություն, այսինքն թթվածնի քանակությունն եմ որոշելու տվյալ գետերում։ Նշեմ, որ գետերը վերցվել է մի քանի կետերից, այնտեղ որտեղ որ մարդաբնակ չի, այսպես ասեմ, եւ որտեղ որ մարդաբնակ է։ Էկոհամակարգերն էլ ունեն իմունիտետ։ Օրինակ գետերի իմունային համակարգը նպաստում է դրանց ինքնամաքրմանը։ Արդյունքում գետն ինքնուրույն պայքարում է ինչպես մարդածին, այնպես էլ բնածին աղտոտվածության դեմ։ Գետերի ինքնամաքրման ջրաքիմիական ունակությունները, դրանց վրա մարդկային գործոնների ճնշումներն ու հետևանքները ուսումնասիրում են Երևանի պետական համալսարանի երիտասարդ գիտնականները։ Երբ որ մարդը իր գործունեության ընթացքում տարբեր տիպի աղտոտիչներ է թափում գետեր, կլինեն պինդ թափոններից, աղբից, մինչև օրինակ կոմունալ կենցաղային կեղտաջրերը, արդյունաբերական կեղտաջրերը, բնական էկոհամակարգը ինքնին փորձում է պայքարել այդ աղտոտվածության դեմ եւ նվազեցնել նրանց ազդեցությունը ջրային էկոհամակարգի վրա։ Գետերի ինքնամաքրման ժամանակ տեղի են ունենում քիմիական, կենսաբանական եւ ֆիզիկական գործընթացներ։ Գիտական նախագծով համալսարանականների թիրախում գետերում կատարվող քիմիական պրոցեսներն են։ Ուսումնասիրում ենք թթվածնային ռեժիմի տարրերը, լուծված թթվածնին, թթվածնի կենսաբանական քիմիական պահանջարկ եւ մյուս կողմից ուսումնասիրում ենք էվտրոֆիկացման ցուցանիշը էվտրոֆիկացման աստիճանը բնորոշող ցուցանիշներ, ինչպիսիքն են ընդհանուր ազոտի, ամոնիում իոնի, նիտրատ նիտրիտների եւ ֆոսֆատների հարաբերակցությունը։ Այս երկու պրոցեսները իրար հետ ինչպես են փոխկապակցված եւ իհարկե ի վերջո մեր էկոհամակարգը ինչ վիճակում է գտնվում։ Մարդկային գործոնը նվազեցնում է գետերի, լճերի ինքնամաքրման հատկությունը, ինչը դառնում է բուսական եւ կենդանական աշխարհի վերացման պատճառ։ Այս ստացված տեղեկատվությունը մեզ կհուշի, թե ինչ քայլեր ձեռնարկենք, որպեսզի մեր գետերը էկոլոգիական վիճակը ավելի բարելավի, իրենց չբերենք ոչնչացման, ճահճացման եւ նաեւ ինչպիսի միջոցառումներն են, որ արդյունավետ են գետի էկոհամակարգի վերականգնման հարցում եւ որ գործողություններն են մարդու, որ աղտոտվածության տիպերը կամ չափաբաժիններով, որ կբերեն ի վերջո նրա, այսպես ասած, ճահճացման եւ ոչնչացման։ Մայրբուհի գիտական խմբի նախագիծը ֆինանսավորվել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի դրամաշնորհային ծրագրով։ Երիտասարդ գիտնականները նախատեսում են նաեւ մեկնել Շարժայի համալսարան, քննարկելու գիտական հաջողություններն օտարերկրյա գործընկերոջ հետ։ Արամ Մարանդյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։